Հալելույա։ Փառք Աստծուն, այս հրաշալի օրվա համար, սիրելիներ։ Ինչ հրաշալի է, որ Տերը հարությունը առե ու մենք առիթ ունենք հավաքվելու։ Գիտեք, երբ որ Տիրոջը սպանեցին, բոլորը ցվրվան, բայց այս Տերը հարություն առավ, բոլորը իրար հետ հավաքվեցին։ Գիտեք, մեր հավաքույթը նույնպես վկայում է, որ Քրիստոսը հարությունը առե։ Սա շատ կոնկրետ է։ Եթե ինքը հարություն առաջ չներ, մեր իրար հետ հավաքվելը չէր լինի։ Ուղղակի չէր լինի։ Գիտեք ինչու՞, որովհետև մենք հարյալի պատճառով ենք հավաքված։ Եթե ինքը իրականում հարություն առաջ չներ, մենք այսօր այս եկեղեցին էլ չէր լինի։ Ընդհանրապես ոչ մի եկեղեցի չէր լինի։ Բայց քանի որ ինքը հարությունը առե, դա վկայություն է, չի եկեղեցին իրար հետ մեկտեղ հավաքվում է։ Ամեն անգամ, երբ որ եկեղեցին մեկտեղ հավաքվում է, նա հոգևոր աշխարհում հռչակում է, որ Քրիստոսը հարություն առե։ Մենք անիմաստ չենք հավաքվում։ Մենք հարյալի պատճառով ենք հավաքվում։ Քո ստեղ լինելը դա վկայության վրա վկայություն է ավելացնում, որ Քրիստոսը հարություն առե։ Քո ստեղ լինելը դա խոսում է, որ դու հավատում ես, որ Քրիստոսը հարություն առե։ Հիսուսը հարություն առե։ Սիրելիներս, քո իրականում խոսքին հետ ապրելը, գործելը, հարատևելը, դա վկայում է, որ Քրիստոսը հարություն առե։ Քո ամեն մի շունչը վկայում է դրա մասին։ Քո ամեն մի նվիրվածությունը վկայում է դրա մասին, որ Քրիստոսը հարություն առե։ Գիտեք, երբ որ մենք այդ իրականությունով ենք ապրում, ինչ որ բան սկսում է կատարվել Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Ուզում եմ այսօր իրար հետ խոսենք հարության այս մթնոլորտի մասին։ Ինչ տեղի ունեցավ, երբ որ Հիսուսը հարություն առավ։ Մենք այսօր հաղորդություն էլ կունենանք, շատ կոմպակտ խոսք եմ պատրաստել, հավատում եմ, թեկուզ ինքը շատ ծավալուն է, բայց ես շատ կոմպակտ ձեզ կներկայացնեմ։ Հավատում եմ, որ Հիսուսը ստեղ ինչ որ մի բան անում է։ Գիտեք, այս ինչքան ժամանակ է, ոնց որ մենք խոսում ենք առաջնայնությունների մասին եկեղեցում, որ շատ կարևոր է, որ դու հետևես քո առաջնայնություններին, որովհետև ինչը քո համար առաջնային է, դու դրա հետևից ես գնալու, ուզես թե չուզես։ Եթե Քրիստոսը քո համար առաջնային դարձավ, նշանակում է իր հետևից ես գնալու։ Ինչը որ քո համար առաջնայինն է դառնում, Քրիստոսից ջոկ, նա դառնում է քո շարժող ուժը։ Նայած այդ դեպքում ինչ շարժող ուժ է, կամ դու քնում ես, կամ դու մեռնում ես, կամ դու հիասթափվում ես, կամ դու անջատվում ես, կամ դու ապրում ես քո համար, կամ դու ոչ մեկին էլ պետք չես դառնում, կամ էլ ապրում ես այնավոր ապրելու համար, անցնելու գնալու այս աշխարհից, սիրելիներս, ձեր առաջնայնությունները մի կարևորեք Հիսուսից առավել։ Եթե Հիսուսի առաջնայնությունը մեր տեսադաշտից կորում է, մենք բոլորս դառնում ենք նորից նույն մեղավոր իրավիճակների մեջ հայտնված մարդիկ։ Դրա համար այսօր ուզում եմ, որ ես ու դու շատ կարևորենք հարության մեջ եղած զրույցը։ Ինչ կարևոր զրույց է անում Հիսուսը հարության հենց ամենաառաջի րոպեներից։ Ինչ կարևոր զրույց։ Այս կարևոր զրույցի մեջ մի քանի սկզբունք, որ կուզենամ, որ մենք պահենք ինչպես առաջնայնություն մեզ համար, լավ։ Ես հավատում եմ, որ Տերը շատ կարևոր բան անելու դրա միջոցով յուրաքանչյուրի կյանքում։ Եթե ես ու դու որոշենք այն առաջնայնությունը, ինչ որ Հիսուսն է որոշում, ինչ որ Հիսուսն է արժևորում, ինչ որ Հիսուսն է առաջնային դարձնում, հավատացեք, ձեր կյանքը դրա պատճառով է փոխվելու։ Մեր կյանքը ձգձգվում է փոխվել մենակ մի բանի պատճառով, որ Քրիստոսը մեր առաջնայնությունը չի։ Մեր ընտանիքները չեն փոխվում մենակ մի բանի պատճառով, որ Քրիստոսը մեր առաջնայնությունը չի։ Երբ որ Քրիստոսը մեր առաջնայնությունը դառնա, մեր առաջին կարևոր թիքեն դառնա, շատ բան կփոխվի մեր կյանքում, որովհետև Հիսուսը հարության մեջ ամենակարևոր բաները բարձրացնեց հենց առաջի պահերից։ Ուզում եմ դրա մասին այսօր ձեր հետ կիսվեմ։ Սիրելիներ, եկեք ուշադրություն դարձնենք։ Մենք շատ այս օրերի մեջ նայում ենք, լսում ենք, որ Հիսուսը խաչվեց, նա վերցրեց իր վրա մեր բոլորիս մեղքը, ու դա ամենակարևորն է։ Դրա պատճառով է, որ մենք այսօր կարանք կյանք ունենանք, ու մենք դրա մասին մշտական խոսելու ենք ու երբեք չենք դադարելու դրա մասին խոսելու, քանի իր երկրորդ գալուստը չի եղել։ Բայց Հիսուսը շատ հետաքրքրված է, որ դուք հասկանաք ինչի մասին, որ այդ հարության մեջ ապրելու իրականությունը խաչի պատճառով ակտիվացել։ Ու մենք, եթե մենք հարության իրականությամբ չապրենք, նշանակում է մենք խաչի խոսքին չհավատացինք։ Նորից եմ ասում։ Եթե մենք հարության իրականությամբ չապրենք, նշանակում է, որ մենք խաչի խոսքին չենք հավատացել։ Եթե խաչի խոսքին ես ու դու հավատում ենք, մենք հարության իրականության մեջ պետք է ապրենք։ Ու դրա մասին եմ ուզում այսօր խոսել։ Որ քո հավատքը խաչի վրա տեղի ունեցածին քեզ բերում է հարության իրականության մեջ։ Ու այդ հարության իրականության մեջ ապրելը որոշում է, հաստատում է, հռչակում է ամբողջ հոգևոր աշխարհին, որ դու հավատացել ես խաչի իրականությանը։
Որտեվ Աստծո խոսքը այսպես ասում. ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկում հայտնվեցավ։ Փաստորեն հենց դու հավատում ես խաչի վրա տեղի ունեցածի այս իրականությանը, Աստծո այդ հարուցանող իրականությունը բացվում է քեզ համար ու դու հենց այդ իրականության մեջ ուզում ես ապրել, գործել, հարատևել, որովհետև դա է մեր շարժող ուժը դառնում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ հենց Հովհաննեսի 20-րդ գլխում, որտեղ մենք հանդիպում ենք մի պատմության։ Հովհաննես 20-րդ գլուխ։ Կարդում եմ մի քանի խոսքեր այստեղից ու հավատացած եմ, որ դա շատ օգտակար կլինի։ Ուրեմն մի շաբաթի օրը առաջի խոսքից Մարիամ Մագդաղենացին առավոտյան տակավին մութ գալիս էր գերեզման եւ տեսնում է քարը գերեզմանի վրա վեր առած։ Ապա վազում է գալիս է Սիմոն Պետրոսի եւ մյուս աշակերտի մոտ, որին Հիսուս սիրում էր, եւ ասում են նրանց. Տիրոջ վեր առան գերեզմանից։ Եվ ես չգիտեմ, ասում է, եւ չգիտենք, այստեղ արդեն հոգնակի է ներկայացնում, որը խոսում է, որ ինքը մենակ չի եղել։ Դրա մասին մյուս ավետարանները փաստում են։ Ինքը ասում է, եւ չգիտենք, թե որտեղ դրին նրան։ Պատկերացեք, մարդը սուքի մեջ էր, երրորդ օրը գալիս են, որ ինչ որ ձևով կարողանան այդ մարմինը նորից օծեն ու այդ մարդկանց միակ սփոփանքը, գիտեք որն էր, որ իրանք պետքա գային այդ դիակի հետ գործ ունենային, յուղեին, այդ միակ սփոփանքն է։ Ոնց ալնում, որ մեկին մարդը թաղում է գերեզմանոցում, ինչ անում, ժամանակ առ ժամանակ հիմա վաղ մեռելոցա շատերը պետք է այդան գերեզման հիշեն իրանց մահացած գնացածներին։ Բայց իրանք ոչ մի ձևով չեն կարող դրա հետ կյանք կապեն, մենակ հիշելու են ու վերջ։ Թեկուզ որոշները ուզում են դրա մեջ սփոփանք գտնեն։ Նմանապես նաև էս անձնավորությունը։ Պատկերացեք, Մարիամը գալիս է տեսնում է, որ այնտեղ չի, գալիս է զարմանալի պատմում է դրա մասին, հետո մենք տեսնում ենք երկու աշակերտ, ոչ թե բոլորը, երկու աշակերտ, Պետրոսն ու Հովհաննեսը երևի շատ էին իրանք դեմ ընկնում այդ սաղ իրարանցումների մեջ, որովհետև մեկը շատ սիրում էր, մեկն էլ շատ դոշ տվող էր։ Կներեք ես խոսքիս համար, բայց շատ էր ինքը մեջ ընկնում Հիսուսի համար։ Ու շատ լավ բնավորություն էր։ Այդ հետո Տիրոջով սրբվեց ու մեծ գործերի դուր բացեց։ Բայց ինչ եմ ուզում տեսնեք, որ այն մյուսները չվազեցին, բայց այս երկուսը հելան վազեցին եկան գերեզմանոց։ Հենց եկան գերեզմանոց, իրանք ինչ են անում։ Գալիս են, տեսնում են, որ շորերը տեղ է, բայց Հիսուս չկա։ Ասում է այն ժամանակ մյուս աշակերտը, այսինքն Հովհաննեսը, որ հետո մտնում այդ գերեզմանը տեսնում է, գրված է այսպես 8-րդ խոսքում։ Երբ որ տեսա, որ Հիսուսը ընդեղ չի, ասում է հավատաց։ Ով? Հովհաննեսը։ Հավատաց։ Հələ Պետրոսը չի հասկանում ինչա կատարում։ Բայց Հովհաննեսի մասին ասում է, այդ պահից ինքը հավատաց։ Երբ որ տեսա, որ գերեզման դատարկ է, նա հավատաց, որ Հիսուսը ընդեղ չի։ Հավատաց։ Էսի շատ կարևոր է, որ ինքը հավատաց, հենց այդ պահին իր տեսած, որ այդ մարմին չկա, հավատաց։ Մարիամի մասին հələ չի ասում։ Պետրոսի մասին հələ չի ասում ոչ մի բան։ Բայց Հովհաննեսի մասին ասում է, նա հենց այդ պահին հավատաց, որ նա արդեն ստեղ չի։ Շարունակություն ուզում եմ 9-րդ խոսքին ձեր ուշադրություն գրամ։ Տեսեք, ասում է, որովհետև տակավին չգիտեին գիրքը, որ պետք է նա մեռելներից հարություն առնի։ Տակավին չգիտեին գրվածքները։ Երբ որ ասում է գիրքը, նկատի չունի նոր կտակարան, նկատի ունի հին կտակարանում ամեն մի խոսք հարության մասին ասված։ Նրանք տակավին դեռ չգիտեին սա։ Պատկերացեք, շարունակություն ասում է, եւ աշակերտները տեսան, որ ընդեղ չի, դարձան դեպի տուն։ Իսկ Մարիամը չդարձավ։ Մարիամը մնաց։ Այստեղից ուզում եմ ձեր ուշադրությունը հիմա գրավեմ շատ կարևոր բաների վրա։ Բայց Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր, դուրսը եւ լաց էր լինում, եւ լաց լինելիս ծռվեց, մտիկ տվավ գերեզմանի մեջ եւ տեսնում է երկու հրեշտակ սպիտակ հանդերձներով նստած, մեկը գլխի կողմը, մյուսը ոտների կողմը, որտեղ որ Հիսուսի մարմինը դրված էր։ Եվ նրանք ասեցին նրան. «Ով կին, ինչու ես լաց լինում»։ Նրանց ասեց. «Նրա համար, որ իմ Տիրոջը վեր են առել եւ չգիտեմ թե ուր դրին նրան»։ Ամենազարմանալի տեղերից մեկն է։ Ինչ ասա մեզի բացում, որ Մարիամը տեսնում է հրեշտակներ, բայց չի հասկանում, որ հրեշտակ են։ Գիտեք ինչի՞, իր մոտեցումից է դա պարզվում, որովհետև հնարավոր չի հրեշտակին մարդը տեսներ ու մի հատ իրարանցում չվերապրեր։ Մարիամը խոսում է հրեշտակների հետ, բայց չի հասկանում, որ հրեշտակներ են։ Ինչու՞, որովհետև ինքը այդ սաղ իրարանցումով լցված է, իր մտքի աշխարհը ուր է իմ Տերը։ Նա տարված չի ուրիշ բաներով, նա փնտրում է Հիսուսին։ Անկամ հրեշտակներ են իր կողքը, բայց ինքը հրեշտակներով չի տարվում, որ ֆոկուսից շեղվի։
նա Հիսուսին է փնտրում, նա հրեշտակներին չի փնտրում, թեկուզ հրեշտակներ են բացվել, բայց իր ֆոկուսը հրեշտակները չեն, նա Հիսուսին է փնտրում։ Նայեք, նրա փնտրելու process-ը այնքան ուժեղ է, որ մի ակնթարթ էլ չի կանգնում այս ամբողջ ընթացքի մեջ։ Եվ տեսնում եք այս երկու հրեշտակները, նրանք ասում են ինչու է լաց լինում։ Ուշադրություն դարձեք, որ երբ որ ինքը ասում է հրեշտակները խոսելով, ասում է իմ տիրոջը վեր են առել, ես չգիտեմ իրան ուր են դրել։ Այսի խոսում է իր փափագի մասին, որ նա փափագում է Հիսուսին։ Սա կոչվում է փափագ։ Երբ որ ես ու դու չենք հասկանում Հիսուսի արկայությունը մեր մեջ, դա սուգ է կոչվում։ Երբ որ ես ու դու չենք հասկանում մեր տխրությունը ինչի պատճառով է, որ լավ բաներ ունես, բայց մեկը տխուր ես, որ տուն տեղ ունես, բայց մեկը տխուր ես, ընտանիք ունես, երեխեք ունես, բայց մեկը տխուր ես։ Գիտես պատճառը որն է, որ չես հասկանում, որ այնտեղ Հիսուսը չկա։ Դրա համար ես տխուր։ Աստծուց շատ բան ունես, բայց տխուր ես։ Ինչու՞։ Որտեղ ոչ մի բան չի կարա քո ուրախություն լցնի բացի իրանից։ Դրա համար ինքը լաց ալնում, իմ տիրոջը վեր են առել, բայց ես չգիտեմ ուր է ինքը։ Ուշադրություն դարձրեք, որ երբ որ մարդը սուքի մեջ է, նա չի կարողանում հասկանա ում հետ գործ ունի, որովհետև Մարիամը հրեշտակների հետ խոսում է, բայց չի ջոկում, որ հրեշտակներ են։ Որովհետև հրեշտակների հետ շատ պարզ զրույց է նկարագրված։ Մեկ ուրիշ գրքում գրված է, որ տեսան, վախեցան, փախան։ Իսկ ինքը սովորականի պես խոսում է հետները։ Սա խոսում է, որ մարդը ինքը չի գիտակցում ում հետ է գործ բռնե, կամ չի գիտակցում, թե ով է իր դեմը կանգնած, ու դրան նպաստում է սուգը։ Պատկերացեք, մարդը սուգի մեջ է, իր տիրոջն է փնտրում, սա ճշմարիտ սուգն է, որ եթե Հիսուսի արկայությունը դու չես զգում քո կյանքում, եթե Հիսուսի իրականությունը դու չես զգում քո կյանքում, դա հավասարվում է սուգի։ Այ թե ինչի համար մարդը տխրել էր, որ Հիսուսը չկա։ Իրանք 3 տարի, մոտավորապես 3 տարի ինչ են անում, իրանք ամեն օր իր հետ, իր կողքին ման են գալի, նրանք շոշափում են, նրանք զգում են, նրանք ջերմություն են ճաշակում, նրա ձայն են լսում, ինտոնացիան են լսում, նրա քաղցրությունն են վերապրում, նրա հրաշքներն են տեսնում, ու հանկարծ այդ ամեն ինչը քրտ կտրվեց։ Ու իրանք ոչ մի բան էլ չեն զգում, ու ինքը փնտրում է Հիսուսին։ Էն էլ ինչ Հիսուսին, մեռած Հիսուսին է փնտրում։ Ուշադրություն դարձնենք, որ երբ որ սուգը մարդու սրտի մեջ, ինքը Հիսուսին չի տեսնում կենթանության գույներով, ինքը Հիսուսին տեսնում է մեռած գույներով, բայց երբ որ Հիսուսը բացվում է իր հարության իրականությամբ, մեր սուգը փոխվում է ուրախության։ Սրան ուզում եմ շատ ուշադրություն դարձնեք։ Ու նայեք, շարունակությունը կարդանք, որ ինքը հիմա Հիսուսի հետ է խոսում, էլի չի հասկանում, որ Հիսուսի հետ է խոսում։ Ինչու՞, որտեղ սուգը փակել է մարդկանց աչքերը։ Երբ որ դու սուգ ունես քո ներսում, դա փակում է քո աչքերը տեսնելու նրան, ով որ ներկա է քո կյանքում։ Ինչու՞, որովհետև դու տխուր ես ման գալի։ Ինչու ես տխուր ման գալի, եթե Հիսուսին ունես քո կյանքում։ Նշանակում է ֆոկուսը ուրիշ բաների վրա է գնացել։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Եվ երբ որ այս ասեց, դարձավ իր հետի կողմը, 14-ից 15 խոսքերն եմ կարդում, Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր, թե Հիսուսն է։ Հիսուսն նրան ասեց. «Կին, ինչու ես լաց լինում, ում ես որոնում»։ Նա էլ կարծելով, թե պարտիզպանը ասեց նրան. «Տեր, եթե դու ես վեր առել նրան, ասիր ինձ, ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ նրան»։ Ու այս ամեն ինչ ինքան անում լացելով։ Հասկանում եք, այդ լացը պրոստը լաց չի, ինքը Հիսուսի կորուստ ունի։ Երբ որ Հիսուսի կորուստը քո կյանքում կա, ու քո ներսում արդյունքներ չեն առաջանում, դա լավ վիճակ չի։ Եթե ինքը քո փափագը չի, եթե դու իրան չես բռնում ու բաց թողում, այդ նշանակում է, որ դու Հիսուսի հետ ընկերության թեման կորցրել ես։ Լսեք, այս մարդը Հիսուսին նայում է, խոսում է հետը, բայց չի ճանաչում Հիսուսին։ Որտև ինքը Հիսուսին ուրիշ գույներով գիտեր մինչև մահանալը։ Ինքը մենակ մեռած Հիսուսի մարմնի հետ գաղափար ուներ, հասկացողություններ, առնչություններ։ Նայեք, ուզում եմ ստե ուշադրություն ձեր գրավեմ։ Նա խոսում է Հիսուսի հետ, բայց չի ճանաչում։ Ինչու՞, որտև շատ սովորական վերաբերմունք։ Ոնց որ հրեշտակներին տեսել է սովորական վերաբերմունք, որտև չի հասկանում, որ հրեշտակներն են, հիմա Հիսուսի հետ է խոսում, էլի չի հասկանում, որ Հիսուսի հետ գործ ունի։ Ինչու՞, որտև իր մտածմունքի մեջ դեռ սուգ կա։ Երբ որ դու հարության իրականությունը չհասկացար, դու մնում ես այդ կարգավիճակի մեջ։
որ դու Հիսուսին ունես, բայց դու իրան մեռածի ստատուսով ես անընդհատ ընկալում, քեզանից ջոկված, մեռած ու իր այդ ոչ մի կենթանության թեմա չի լինում։ Սա շատ կարևոր պահ է։ Երբ որ այս մարդը իր այդ վիճակով Հիսուսի հետ խոսում ու չի ճանաչում, Հիսուսն էլ իրան ասում է՝ «Կին, ինչու ես լաց լինում»։ Ու ինքը լացելով ասում։ Պատկերացեք, այսօր մենք խոսում ենք սրա մասին, բայց արդյունքներով մի պատկերացեք, որ ինչ լացելով, այդ ինչ սուքի մեջ եղած մարդիկ լացելով են խոսում, լացելով են խոսում։ Սրանք ուղղակի խոսքեր չեն։ Լացելով մարդը ասում է, եթե Հիսուսին դու ես վերցրել, ասա ուր ես դրել, ես ուզում եմ իրան։ Քո ուզելը Հիսուսին պետք է գերազանցի ամեն տեսակի հասկացողություն, սիրելիներ։ Նայեք, շարունակությունը։ Ուզում եմ, որ դուք տեսեք Հիսուսի առաջնայնությունը։ Հիմա մենք գալիս ենք Հիսուսի առաջնայնության։ Մինչև այդ ոչ մի առաջնայնություն ես ձեզի չասեցի։ Հիմա մենք խոսում ենք առաջնայնությունների մասին։ Ուզում եմ, որ դու Հիսուսի սիրտը զգաս այսօր։ Ուզում եմ, որ դու Հիսուսի առաջնայնությունը զգաս քո հետ կապված։ Ինչա Հիսուսը փափագում ու ինչն է իր համար առաջնային քո հետ կապված։ Համար առաջին։ Տեսեք ինչ անում։ Հիսուսը իրան ճանաչել է տալի։ Սա Հիսուսի համար առաջնայնություն է քո հետ կապված։ Հիսուսը միշտ կենտրոնացած է, որ իրան բացի քեզ։ Սա իր համար առաջնայնություն է։ Եթե ես ու դու այս բանը ըմբռնեցինք, ապա մենք ճանաչողության մեջ կզարգանանք։ Ինքը ուզում է իրան բացի քեզ համար, ինչպես կենթանի մեռելներից հարություն առած Տեր, նա առաջի բանն անում, սա համար մեկ առաջնայնությունն է հարությունից հետո, երբ որ ինքը հարություն առնում, համար մեկ առաջնայնություն, Հիսուսը իրան ճանաչեցնել է տալիս։ Ոնց է իմ դուր գալիս, էսի լավ պահա, որ կարելի էր բացականչել ամեն։ Սիրելիներ, որ պահը հենց զգում ես, որ կպնում է սրտիդ, բարձր ասա ամեն։ Հասկանա, որ ինչ-որ բան կպել է քեզ։ Պասիվ լսողներ չլնեք, ակտիվ լսողներ եղեք։ Պասիվ ու ակտիվ լսողները գիտեք որն է։ Պասիվ լսողները մտքով ուրիշ տեղ են, ակտիվ լսողները ստեղ են։ Լսեք, ես ուզում եմ, որ դուք պասիվ լսող չլնեք, որովհետև եթե դուք հիմա բռնեք այս կարևոր բանը, հիմա մենք խոսում ենք Հիսուսի առաջնայնությունից, հավասարը, որ Հիսուսը ստեղ լներ ինքը այս նույն բանը կասեր ձեզ։ Բարից բուն իմաստով եմ ասում, եթե հիմա Հիսուսը ստեղ բացվի ու ինքը վերցնեց միկրոֆոնը ինքը շարունակի ձեր հետ խոսալ, ինքը նույն բանը կխոսա ձեր հետ։ Հիմա մենք Հիսուսի խոսքերն ենք լսում։ Էսի ուղղակի Հովկարենի խոսքերը չեն։ Հիսուսի առաջնայնություններն ենք լսում։ Դրա համար ուշադիր եղեք, ուղղակի խոսքեր չենք լսում մարդկանց։ Մենք Հիսուսի խոսքերն ենք լսում։ Տեսեք, Հիսուս առաջի բանը անում է հարությունից հետո իրան ճանաչեցնել է տալիս Մարիամին։ Հիսուսն նրան ասեց. «Մարիամ, ինչ ենք մենք ստե տեսնում»։ Եվ երբ որ ինքը ասեց Մարիամին իր անունով, նա դարձյալ ասեց նրան. «Ռաբունի», որ կթարգմանի վարդապետ։ Ինչ ենք ստեղ բացահայտում մեզ համար, որ Հիսուսը իր հարության իրականությունը հարազատի պես է բացում։ Քո անունը տալով է բացում։ Քեզի կանչելով է բացում, քո հետ անուն խոսալով է բացում, նա քո անունը տալով ինչ անում, իր հարության իրականությունն է բացում, որ քո անունը կապ ունենա հարության հետ, քո անունը պետք է կապ ունենա հարության հետ, բայց քո անունը հələ կապ ունի մեռած վիճակների հետ, գիտեք ինչի, որովհետև եթե քո անունը կապ ունի մեռած վիճակների հետ, դու տխուր ես ման գալի։ Եթե քո անունը կապ ունի հարության իրականության հետ, դու ուրախ ես ման գալու։ Հիսուսը անուն է տվել քեզ, ու ինքը այդ անունով է քեզ կանչում։ Ուստի ինչ ենք տեսնում, հենց ինքը ասում է Մարիամ, նա կենթանանում է։ Հիսուսը բացում է իրան, սա առաջին առաջնայնությունն է։ Ուզում եմ, որ դուք փափագեք սրան, որովհետև գիտեմ Տերն է ուզում։ Երկրորդ բան ուշադրություն դարձնենք։ Պատկերացեք Մարիամի այդ ուրախությունը մի ակնթարթում, սուքը մի ակնթարթում, իր մեռած վիճակը մի ակնթարթում փոխվում է այնպիսի ուրախության, որ ինքը ուզում է Հիսուսին գրկի։ Հասկանում եք, ուզում է Հիսուսին գրկի, նա հարություն առե։ Մի հատ այսենց վերցրը, այսենց մի հատ առը, ես հիմա որ մի քիչ էլ անեմ, կարող է կասումս ճղվի։ Մի հատ այսենց քեզ իսենց արա։ Ուրիշ ինչ ես կարանես, բայց ես պահին հիմա այսենց գրկի քեզ։ Գրկի մի պահ այսենց ձգի, թևերը ձգի, ասան ինձ ոնց որ ասես քեզի ուժեղ ձգում ես։ Այդ էս Մարիամ պատկերացեք, այդ էս հարցակվում է Հիսուսի վրա։
Սուք էր, սուքը փոխվեց։ Ոնց Հիսուս իրան ճանաչեցնել տվեց։ Պետքա փափագես սրան։ Պետքա փափագես սրան։ Լսեք, հենց Հիսուս իրան ճանաչեցնել տվեց։ Նա քեզ քո անունով է դիմելու։ Նա իր հարության իրականությունը դրանով բացվում է, որտեղ ոչ մեկ քեզ չի կարող քո անունով կանչի բացի իրանից։ Էդի իրա պարքևն է, էդի իրա ռեալությունը ասում է, Տերը մեզ կանչում է մեր անունով։ Բարի հովիվ կենթանի է, նա հենց իրան ասեց, Մարիամ, ինքը վրազ, հասկացավ էսի Հիսուսն է, աչքերը բացվեցին, ու ինքը քցվում է որ գրկի, բայց Մարիամը ինձ ասում է, սպասի Մարիամ, չգրկես ինձի։ Երկրորդ առաջնայնությունը, որ ուզում եմ վերցնենք մեզ համար, տեսեք ինչ կարևոր առաջնայնություն է Հիսուսը ստեցուց տալիս։ Ուրեմն, նախապատվության հարց կա։ Հիսուս ասեց, սպասի Մարիամ, քանի ես իմ հորը պատիվ չեմ տվել, դու չես կարող ինձ գրկես։ Ու դրանով Հիսուսը ցույց է տալիս երկրորդ առաջնայնությունը, որ եթե որևիցե մի լավ բանը, որ քո կյանքում առաջի պատիվ Աստծուն չի տալիս, այդ թվում ուրիշներին դու փոխում ես Աստծուն քո կյանքում։ Դու փոխում ես Աստծուն քո կյանքում։ Ինչքան էլ ցավալի լինի, սա ճշմարտություն է։ Դու փոխում ես։ Երբ ես դու փոխում, երբ որ դու նախապատվությունը, որ Աստծուն պետք է տաս, տալիս ես ուրիշին։ Այդ դեպքում Աստված քո համար առաջին չի։ Հիսուսը ստե ցույց է տալիս երկրորդ առաջնայնությունը։ Մարիամին թույլ չի տալի, որ իրան գրկի, որտեղ Մարիամի համար ինքը Տերը փրկիչ է, բայց իրան ասում է սպասի, առաջինը պետք է իմ հերընձի գրկի։ Առաջինը իմ հայրընձի պետք է գրկի։ Առաջի պատիվը ինքը պետք է ճաշակի հարության։ Հարության առաջին գրկախառնությունը պետք է իմ հայրը ճաշակի։ Էսի մեզ համար ցույց է տալիս երկրորդ առաջնայնությունը, որ Հիսուսը անգամ հարության մեջ իր ֆոկուսը հոր վրայից չի փոխում։ Ինքը պահում է մինչև վերջ հոր վրա ֆոկուսը ու մինչև վերջ է պահելու հոր վրա։ Էսի մեզ համար տեղեկությունն է, որ նախապատվությունը չի կարելի տալ ուրիշին, ինչը որ Աստծուն է պատկանում։ Քո ժամանակի պատիվը, քո ֆինանսների պատիվը, քո աղոթքի պատիվը, քո եկեղեցու պատիվը, քո որևիցե մի պատիվը դու առաջինը պետք է Աստծուն տաս։ Հիսուսը այդ է սովորացնում։ Դուք պատկերացրեք, էսի հարության առաջի դասերն են։ Ինքը պատիվը ում է տալի։ Հորն է տալի։ Պատկերացրեք Մարիամի ուրախությունը, ինքը տեսել է, ուզում է գրկի, բայց ասում է սպասի, սպասի։ Այս պատիվը պետք է առաջինը հայրը ճաշակին, նոր հետո դու։ Նոր հետո դու։ Որտեվ ես հավատում եմ հետո ինքը գրկել է։ Որտեվ ինքը այդ թմի մեջ էր, որ Հիսուսը եկավ իրանց հանդիպեց։ Լավ, եկեք ուշադրությունը ձեր գրավեմ։ Երկրորդ առաջնայնությունը դա հոր պատիվ տալն է, որ մեր հարության իրականությունը առաջինը պատվում է հորը, դրա համար մենք հորը ամեն ժամանակ ուզում ենք պատիվ տանք, որ Հիսուսին հարություն տվեց, որի շնորհիվ մենք բոլորս կարանք այդ կյանքի մեջ լինենք։ Սա շատ կարևոր է։ Եկեք երրորդ առաջնայնության վրա ձեր ուշադրություն գրավեմ։ Երրորդ առաջնայնությունը նույնքան կարևոր է մյուսներին հետ համեմատված։ Ինչու՞։ Որովհետև երրորդ առաջնայնությունը ընտանիքի թեմա է։ Մեծ ընտանիքի թեմա է, որը եկեղեցին է։ Ինչ ասում Հիսուսը։ Երբ որ Մարիամին ասում է մի գրկի, ես պետք է իմ հոր մոտ ելնեմ, նոր հետո։ Ընտանիքի համար այս լուրը, որ ինքը ասում է, բայց դու գնա իմ եղբայրների մոտ եւ նրանց ասի, ես վեր եմ ելնում ձեր հոր մոտ եւ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Ասել հայր նշանակում է հրճակել, որ բոլոր նրանք, ովքեր Աստծո ծնված են, ընտանիքի մաս են։ Ուրեմն եկեղեցին դա մեծ ընտանիք է ու այդ ընտանիքը ունի հայր։ Այդ ընտանիքի հայրը հենց ինքը երկնային հայրն է։ Այդ ընտանիքը նաև Տեր ունի, Տերը Հիսուս Քրիստոսն է, այդ ընտանիքը նաև կյանք ունի, դա Սուրբ Հոգին է մեր մեջ։ Ու այդ ընտանիքը նաև քարեր ունի կենթանի, դա բոլորս ենք, որ մեր ամեն մեկից միջոցով կառուցվում է այս զարմանալի կառույցը, որը կոչվում է եկեղեցի։ Ու հիմա նայեք ինչի վրա եմ ուզում ձեր ուշադրություն գրավեմ։ Երրորդ առաջնայնությունը, որ Հիսուսը հարության այս խոսակցության մեջ բարձրաձայնում է, դա ընտանիքն է։ Ինքը կարևորում է, որ հարության լուրը ընտանիքի համար է։ Հարության լուրը ընտանիքի համար է։ Նորից եմ ասում, հարության լուրը քո ընտանիքի համար է։ Այդ նշանակում է, որ քո ընտանիքի ամեն մի անդամը պետք է մասնակից լինի այդ հարության իրականությանը։ Ինչու, որովհետև ինքը ուղարկում է այդ պատգամը, այդ լուրը ընտանիքի մեջ, իր ընտանիքի մեջ, իրան հավատացողների մեջ։ Ուրեմն, ես ու դու պետք է իմանանք, որ Հիսուսի համար առաջնայինն է, որ հարության լուրը գա դեպի քո ընտանիք։ Համաձայն եք։
Համաձայն եք, շատ լավ։ Ու երբ որ այս ամեն ինչը Հիսուսը բարձրաձայնում է, ուզում եմ 4-րդ բանն էլ մեր համար կարևորենք։ Հիսուսը ինչ է անում։ Մարիամը գալիս է այս ամեն ինչը պատմա, որովհետև պատգամ առավ, պատվեր առավ, որ այս լուրը բերի, հարության այս լուրը բերի ընտանիքին, այսինքն մյուս բոլոր աշակերտներին, ու հիմա Հիսուսը գալիս է 3-րդ, 4-րդ կարևոր բանն է անում։ Ուշադրություն դարձեք, Հիսուսը իրան ճանաչեցնել տվեց, ճիշտ է։ Հիսուսը ինքը ասեց առաջին պատիվը հորնալնելու, 3-րդը հարության իրականություն ընտանիքի համար է, եւ 4-րդը արդեն իր անհատական հաստատությունն է ընտանիքի համար։ Այսինքն նշանակում է, որ հրաշքների տարափ է գալու ձեր տների մեջ։ Ձեր յուրաքանչյուրի տների մեջ աստվածային հրաշքների տարափ է գալու։ Ինչու՞, որովհետև Հիսուսը անձամբ գալիս է վկայությունով հաստատելու։ Հարությունը նաև իր այդ վկայությունն է բերում, որովհետև հարությունը եթե վկայություն չունեցավ, ինքը համ ճանաչողություն ունի, ինքը համ վկայություն ունի։ Այդ ինչի համար էսի շատ կարևոր հատված է։ Նայեք, ասում են նույն օրը 19 խոսքից մի շաբաթի այդ իրիկունը Մարիամը առավոտնը հանդիպե կանուխ, հիմա Հիսուսը իրիկունն է գալի։ Նույն օրը նա գալիս է այդ հարության լուրը հաստատելու այդ մարդկանց համար։ Ու ինքը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ու ինքը այսօր նույնն է ուզում անի քեզ համար։ Նայեք, ասում են նույն օրը մի շաբաթ իրիկունը, երբ որ դռները փակված էին, այնտեղ որ աշակերտները ժողոված էին հրեաների վախից։ Հիսուսը եկավ եւ նրանց մեջ կանգնեց եւ նրանց ասեց. «Խաղություն ձեզ»։ Եվ սա ասելով ձեռքերը եւ կողերը ցույց տվավ նրանց, որ իրանք հասկանան, որ իսի Հիսուսն է։ Հետո ինչ անում։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. «Խաղություն ձեզ, ինչպես իմ հայր ինձ ուղարկեց եւ ես ձեզ եմ ուղարկում»։ Ու տեղից հետո արդեն ծառայության պատվերն է, որ պետք է իրանք եթան ու այդ հարության ծառայությունը տանեն աշխարհով մեկ։ Բայց այդ 5-րդին չեմ ուզում կպնեմ հիմա։ Ես ուզում եմ այս վկայության վրա նաև ձեր ուշադրություն գրավեմ։ Ինչ արեց Հիսուսը։ Նա հաստատեց իր հարության վկայությունը իրանց համար խաղաղությունով։ Ուրեմն հարության արկայությունը քո կյանքում խոսում է խաղաղության մասին։ Եթե դու խաղաղության մարդ ես, դու Հիսուսի հետ ես։ Եթե դու շատ շուտ անհանգստանում ես հոգսերին տրվելով, Հիսուսը դեռ քո համար առաջնային չի։ Երբ որ հարության թեման քո մեջ բարձրանում է, կրկնակի խաղաղության հաստատություն է գալի քո ներսում։ Հիսուսը կրկնակի հաստատում է խաղաղությունը ալեկոծված մարդկանց, ովքեր հավատում էին Հիսուսին ու քիչ առաջ իրան սպանեցին։ 3 օր վրան անցավ, Հիսուսը կրկնակի հաստատություն է տալիս խաղաղություն պարգևելով աշակերտներին, իրան տանիքին, իրան հավատացողներին, Աստծո որդիներին անընդունելի է անհանգիստ ման գալ։ Անընդունելի է։ Դա հավասարվում է մեղքի։ Գիտեք ինչու։ Որովհետև եթե ես հոգս եմ անում, վախեր ունեմ, մտահոգություններ ունեմ, ես Աստծո հետ չեմ։ Սա շատ կարևոր է, որ մենք ընկալենք։ Եթե հարության իրականությունը իմ մեջ է, ես հրաժարվում եմ ամեն անհանգստությունից։ Մենք պետք է հրաժարվենք անխաղաղ մտքից, անխաղաղ վերաբերմունքից, անխաղաղ դիրքորոշումներից։ Մենք պետք է հրաժարվենք, որտեղ Հիսուսն է, այնտեղ խաղաղություն պետք է լինի։ Նա հարություն առե։ Եթե ես ընտրում եմ անհանգիստ ապրեմ, անընդհատ հոգսերի ու վախերի ու մտահոգությունների ու տանջանքների մեջ, ոնց կլինի։ Ես Հիսուսի հետ գործ չեմ բռնել այդ ժամանակ։ Սիրելիներս, Հիսուսի հետ գործ բռնելը դա վկայում է, որ դու հավատում ես հարության իրականությանը։ Դա վկայում է, որ դու հավատում ես խաչի վրա տեղի ունեցածին։ Այս 4 բանը, որը շատ կոնկրետ Հիսուսը հաստատում է, իրան բացում է, նախապատվությունը բացում հարության մեջ, որ պատիվը հորն է, ինքը իր ընտանիքի համար է դա անում, եւ ինքը ինչ անում, վկայություն է բերում այդ ընտանիքի մեջ, որ ընտանիքը ինչ ունենա, զորություն ունենա գործելու համար։ Քո զորությունը քո ինտելեկտի հետ կապ չունի, քո հասկացողության կամ քո փորձառության հետ կապ չունի, կապ ունի հարության, վկայության հետ քո ներսում։ Քո շարժը անգամ կապ չունի, թե ինչքան բան դու գիտես, կապ ունի մեկի հետ, նա որ քո մեջ է։ Կապ ունի նրա հետ, որ հարություն առե մեռելներից։
քո զորությունն ու շարժն ու ակտիվությունը կապ ունի հարյալի հետ։ Այդ ինչի համար Մարիամի սուքը, լացը, հանգած վիճակը մի ակնթարթում փոխվեց ուրախության յուղի, փոխվեց ցնծության, փոխվեց վկայության, փոխվեց գովասանքների, փոխվեց իրարանցման, ու երբ որ Հիսուսը հայտնվավ այդ տեղը, որտեղ աշակերտներն էին, ինքն այնտեղ հաստատ առիթը օգտագործելա գրկելու Հիսուսին բաց չթողելու։ Հարություն առած Տիրոջը մենք այսպես մեկի հետ գործ ունենք, սիրելիներս։ Մենք հիմա հաղորդություն ենք ունենալու, մենք մոտենալու ենք, հաստատելու ենք, համոզված ենք լինելու, վկայելու ենք, ինչի մեր հաղորդության միջոցով, որ Հիսուսը հարություն առե մեռելներից։ Գիտեք, երբ որ ես ու դու հաղորդության կմասնակցենք, գիտեք ոնց ենք անելու, մենք այսօր հրճակումով չենք անելու։ Դուք կգաք կվերցնեք, ստե կանգնած կլինեն մարդիկ, հենց տեղում ձեր գոհությունը կհայտնեք Աստծուն, կընդունեք այդ հաղորդությունը ու տեղում այստեղ կընդունեք ու կգնաք, չեք վերցնի գնաք ձեր տեղերը, որ մենք միասին ակտանենք նոր, այսօր ուրիշ ձև ենք անելու, այսօր քո շնորհակալությունը կհայտնես անհատապես, կգաս այստեղ կվերցնես, կընդունես ու կշարունակես քո ճանապարհը, ստե ծառայողներ կանգնած կլինեն ու իրանք էլ քեզի կօրհնեն, որ դու շարունակես քո process-ը։ Դրա համար այսօր մենք ինչ ենք անելու, սիրելի ծառայողներ, ուզում եմ որ հիմա կանգնենք, փառաբանողներին կխնդրեմ որ գան բեմ։ Մենք հարության իրականության մեջ ենք սիրելներ, Տերը այստեղ է, ու ես այսօր ուզում եմ որ այս ուղերձը վերցնեք շատ ուժեղ։ Հարության առաջին պատգամը, հարության առաջին կարևոր առաջնայնությունները, որ Հիսուսը բարձրաձայնեց բոլոր բաներից առավել, ինչը որ առաջինն է, պետք է մենք դրանից բռնվենք։ Հիսուսը փափագեց իրան հայտնի Մարիամին, ինքը հայտնեց իրան Մարիամին, ու նույն Հիսուսը իրան ուզում է հայտնի քեզ ինչպես կենթանի Տեր, որ քո վախը քո հավատքը չսասանվի, որ քո զորությունը չպակասի։ Երկրորդը, Հիսուսը ինքը ֆոկուսը ուզում պահի քո կյանքում, որ դու ամեն բանի մեջ նախապատվությունը պահես հոր վրա, հորը պատիվ տաս, երբեք ոչ մի բան իրանից առաջին չդնես, իրանից առավել չդնես, այլ պահես իրա վրա։ Երրորդ բանը, որ իմանաս, որ հարության պատգամը լուրը առաջին հերթին քո ընտանիքի համար է, որ քո ընտանիքի մեջ պետք է հարության իրականությունով ողողված լինի, լցվի, եւ չորրորդ բանը, Տերը իր վկայություններն է ուզում բացի քեզ համար, որ դու ականատես լինես եւ ականատեսի ստատուսով ծառայես այս բովանդակ աշխարհին։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։